Դուք տեսնում եք, թե ինչպես ազգային ժողովի փոխնախագահը իրավիճակը սադրեց։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումից հետո ազգային ժողովում իրավիճակը լարվեց, երբ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նախ զգուշացում հայտարարեց ուժեղ Հայաստանից Դավիթ Ղազինյանին, ապա կարգ ու կանոն խախտելու պատճառաբանությամբ դահլիճից հեռացրեց նրան։ Դուրս գալու մի քանի կոչից հետո Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ ՊՊԾ-10 աշխատակից բառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում հայտնվեցին նիստերի դահլիճում։ Դավիթ Ղազինյանն ինքը դուրս եկավ։ Բանը ուժով հանելուն չհասավ։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված։ Ասում եք, որ ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Պարոն Աբրահամյան, ձեզ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազինյան, ձեզ եւս հայտարարվում է նախազգուշացում։ Այդպես պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Պարոն Ղազինյան, մի խոսեք այլևս տեղից։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, հեռացում միջև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ընդդիմադիրները բողոքում էին, թե ազգային ժողովի փոխխոսնակը կարգ ու կանոն է խախտում, նիստը վարելու փոխարեն հնչած ելույթներին մեկնաբանությամբ հակադարձում։ Այս վեճից հետո երկու խմբակցություններն այլևս չմասնակցեցին նիստին, ուժեղ Հայաստանը դուրս եկավ խորհրդարանի շենքից, Հայաստանը շենքում էր, բայց չմտավ դահլիճ։ Առավոտից նաև ընդդիմադիր այս խմբակցությունից էին բողոքում նիստը վարող իշխանական փոխխոսնակներից էլի նույն պատճառաբանությամբ։ Դավիթ Ղազինյանը հայտարարեց, թե նախագահողի լիազորությունները չարաշահելու դեմ իրենց բողոքի քայլն է նիստերին չմասնակցելը։ Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես ազգային ժողովի կանոնակարգ օրենքի սահմաններում, պարկեշտության սահմաններում, միջև վերջի պարոն Ղազինյանի հետ խոսել եմ դուքով, միջև վերջի պահ փորձել եմ այնպես անել, որպեսզի իրավիճակի լարումը կամ սրումը մինիմալ լինի, բայց այնուամենայնիվ ազգային ժողովի նիստերի ընթացքում կարգ ու կանոնը պետք է պահել։ Նրանց հեռանալուց հետո Վահագն Ալեքսանյանը իր տեսակետը ներկայացրեց, բայց չընդունեց ընդդիմադիրների մեղադրանքը, որ ինքը կանոնակարգ է խախտում, իրեն իրավունք վերապահելով մեկնաբանել հնչած ելույթները։ Ազգային ժողովի կանոնակարգով արգելված չի նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել, դա մեկ, երկրորդ նիստը նախագահողը պարտավորություն ունի ապահովել նիստի բնականոն ընթացքը։ Նիստի բնականոն ընթացքը ինքը լայն եզրույթ է։ Իմ ընկալմամբ, երբ խոսում ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը եւ փաստացի ապատեղեկատվությունը հայտնում քիչ առաջ տեղի ունեցածի մասին ազգային ժողով նախագահողի պարտավորությունն է նաեւ ինչ որտեղ ճշգրտում մտցնել, որովհետեւ դուք տեսաք, որ տիկին Արեգա Հովսեփյանը իր ելույթում ասեց Արայիկ Հարությունյանը ինձ հարցրեց, արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Այնինչ Արայիկ Հարությունյանը նման արտահայտություն եւ բառակապակցություն չի ասել։ Ես պատրաստվում էի ընդամենը մեջ բերել այդ արտահայտություն։
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար այժմ պատգամավոր Արայիկ Հարությունյանը Արցախցի Արեգա Հովսեփյանի վերաբերմունքն էր հարցրել 2022-ի Պրահայի հայտարարության վերաբերյալ, որով Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի Լեռնային Ղարաբաղը համարելով Ադրբեջանի մաս։ Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 91 թվականի Ալմատիի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիմա վնիմանիե վոպրոս, ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ինչ է զգում հայը, երբ որ նման հարցադրում է անում Արցախցուն, Արցախահային, արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի։ Ինչ նպատակով է դա հարցնում։ Ցավացնելու։ Այն, որ ուժեղ Հայաստանը ընտրել էր Եվրաինտեգրման հանձնաժողովը, անակնկալի էր բերել իշխանությանը։ Անգամ հայտարարում էին, իրենք կարծում էին, որ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովն են ուզելու ղեկավարել։ Ու այսօր բառացիորեն դժվար հարցերի օր էր ուժեղ Հայաստանի տեխնացուի համար։ Եթե այսօր լինել, ուրեմն այն հանրաքվեն, որի մասին խոսում ենք, ձեր քաղաքական ուժը կողմ կլիներ միանալ Եվրամիությանը, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Շատ ուղիղ հարց, խնդրում եմ շատ ուղիղ կոնկրետ պատասխանեք։ Մենք եվրաինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք։ Մենք կողմ ենք նրան, որ Եվրոպական միությունը տրամադրում է մեզ այնպիսի լուրջ գործիքակազմ, որով որ մենք կարող ենք արդիականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներ, բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին, հատկապես որ ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա։ Հիմա դուք հարց եք տալիս ինձ, այնպիսի հարց, որը որ գոյություն չունի։ Ռուսաստանում իր ունեցվածքի մեծ մասը կուտակած Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ըստ քաղաքացիական պայմանագրի պրոռուսական համբավ ունի, ում շահն են սպասարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում առաջադրվելով։ Իշխանականները նաև այս հարցն էին բարձրացնում։ Ուժեղ Հայաստանի տեխնացուն խորհուրդ էր տալիս արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա չկառուցել։ Ակնհայտորեն ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության լավագույն շահը այդ հանձնաժողովը վերցնելով եւ նախագահելով։ Պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, կարծում եմ լավ տեղ չի հասնելու։ Առաջարկում եք ինչքան փորձենք այս հակադրությունները մեզանից հեռու տանել, շատ ավելի ձեռնտու է լինելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ քաղաքացու շահերին։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագրից Լիլիթ Մինասյանը շարունակեց թեման։ Սամվել Կարապետյան 1806-2026 Հայաստանը չպետք է դարձվեր հակառուսական կենտրոն։ Ով է ասել այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ։ Իհարկե, Զախարովա։ Եմը գիծը Հայաստանը տանում է Բրյուսելի հակառուսական գծում անշրջելի ներգրավման։ Իշխանությունը դժգոհեր հայտարարում էր, որ ոչ մի հարցի ուժեղ Հայաստանի տեխնացուն կոնկրետ չպատասխանեց։ Մարդիկ, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, կանգնած ուղիղ արցախցի կնոջ նայելով ասում են, դե ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում։ Դե ասա Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ ու հանկարծ։ Սա հակամարտկային է, անմարտկային է, սա քաղաքական հարթության մեջ չի, որ մենք հիմա քաղաքական պատասխաններ հնչեցնենք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նախ Արայիկ Հարությունյանի հարցին անդրադարձավ, ապա Եվրամիությունում Հայաստանի ապագայի մասին հենց քաղաքացիական պայմանագրին հարց ուղղեց։ Դուք կողմ եք, ձեր առաջնորդը ԵԱՏՄ նիստում ասում է ԵՄ անդամակցությունը գոյություն չունի, նման օրակարգ, նման ալտերնատիվ ասեղանի գոյություն չունի։ Ավելին ասում է բազմաթիվ գործընթացներից հետո դեռ փաստ չի Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՄ անդամ, թե չի դառնա։ Տիկին Հովսեփյանից ինչ եք ուզում։ Չնայած Եվրաինտեգրումն Արեգա Հովսեփյանը տասնամյակների հարց է համարում, բայց հայտարարեց իրենց ուժը կողմ է, հատկապես մարդու իրավունքների եվրոպական փորձը օրինակելի համարեց։ Ուժեղ Հայաստանի ղեկավարն էլ իշխանությունների քննադատության ֆոնին որոշեց հստակեցնել Եվրամիությունում կան բաներ, որ որպես պահպանողականներ դեմ են, իսկ եվրոպական քաղաքական ու տնտեսական համակարգերը տեղայնացնելուն կողմ։ Նարեկ Կարապետյանն այսօր հակադարձեց Նիկոլ Փաշինյանին, որը նաև Սամվել Կարապետյանի ուժին նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության մասին էր խոսում, ու որի ընտրության դեպքում նաև պատերազմ կանխատեսում։
Վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը, եռապատերազմի կուսակցությունը ԿՊՆ-ը, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Ազգային ժողովն այսօր ավարտեց բոլոր 12 հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկումները։ Նրանցից 4-ն ընդդիմությունից են, մեկը Հայաստանից, 3-ը ուժեղ Հայաստանից։ Քաղաքացիական պայմանագիրը նրանց բոլորի հայտարարությունների վերաբերյալ վերապահումներ ուներ, բայց թերևս ամենաշատը Արեգա Հովսեփյանի, որը նաև 3 ասել էր. հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդանում գործադիր իշխանության շարունակություն, իսկ քաղաքացիական պայմանագիրը այլ կարծիքի է։ Ուստի ինչպես կքվեարկեն թե նրա, թե մյուս ընդդիմադիր թեկնածուների դեպքում։ Այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, հանձնաժողովը այստեղ կատարելու է այն գործառույթը, որևէ խնդիր չի լինի, եթե մոտեցումը եւ սկզբունքը եւ այն կազմակերպչական աշխատանքն է, որը պատկերացնում ենք մենք եւ մեր կառավարության գործողության շրջանակում իհարկե չենք տեսնում։ Պարզապես այո, իհարկե իրականության, այո, նույնիսկ այո։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքները վաղը հայտնի կդառնան կեսօրին մոտ